Սովորեցինք տարբեր երկրներ, անդրկովկասյան պետություններ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մերձավոր Արևելքի երկրներից նաև Թուրքիան, Իրանը, սովորեցինք նաև Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի ավազանի երկրների մասին, իմացանք ուրեմն նրանց նավթ արտահանող, գազ արտահանող երկրները, իմացանք ինչ օգտակար հանածոներ ունեն, խոսեցինք նաև Սփյուռքի մասին, թե հայերը որ երկրներում են ավելի շատ ապրում։ Իսկ դուք գիտեք հայերը որ երկրներում են ավելի շատ ապրում, հապա հարավարևմտյան Ասիայում, օրինակ մեր հարևան երկրների, օրինակ եղած Վրաստանում, Ռուսաստանում, դա մենք էլի որ երկրներում են, Սիրիայում, Լիբանանում, այո ճիշտ է, Իրանում, Թուրքիայում, շատ լավ երեխաներ։ Հիմա մենք այսօր ուսումնասիրելու ենք Վրաստանը, այսօրվա մեզ դասի թեման նոր նյութի մասնությունը Վրաստանն է, սիրելիներս։ Այսօր մենք օգտագործելու ենք QR կոդեր, օգտագործելու ենք խաչվառներ, օգտագործելու ենք բրեյնոգրաֆ աշխարհացույց կրթական հարթակը, որը դուք այսօր տեսնում եք ձեր առջև բացված, օգտվելու ենք էլեկտրոնային գրառակտակից, ձեր քարտեզներից, ուրեմն ատլասներից, ուրվագծային քարտեզներից։ Դրանցիկ նշենք, մենք ինչ գիտենք Վրաստանից։ Օրինակ, ով գիտի Վրաստանի մայրաքաղաքը։ Մայրետա Թբիլիսի։ Ով գիտի Վրաստանը, որ ծովն է ողողում։ Ջիվան, որ ծովն է ողողում Վրաստանի։ Սերեք ծովը շատ ապրեց, որոնք է Վրաստանի հարևանները, ձեռք, Արսեն, Հայաստան, ինչ, և Ռուսաստան, Վրաստանի մասին, պատմական, ինչ գիտեին երեխաներ ջան, օրինակ որ թագուհու օրոք էր, որ հայ իշխանության տունը այդ տան անդամների պաշտոններ էին ներառում, որ համարը շատ ճիշտ է ապրել։ Ահա մենք մեր առարկան կապում ենք նաև պատմության հետ ինչպես տեսնում ենք։ Հիմա եկեք կապենք գրականության հետ, լավ, Անահիտ, Սայտականից Վրաստանում շատ գործունեություն են ունեցել հայ գրողները, օրինակ Նարդոսն ու Թումանյանը։ Թումանյանը իր աշխատանքի կարևոր մասը անցկացրել է Թիֆլիսում եւ գրել է իր ամենահայտնի պատմվածքներից, բաններից, օրինակ Անուշը, Գրիգորը։ Հիմա յուրաքանչյուր խմբին հանձնվում է առանձին QR-ներ, յուրաքանչյուր խումբ աշխատում է և ներկայացնում է իր տեղեկությունը։ Մենք այս QR կոդից իմացանք, որ վրացական տնտեսների մեծ մասը պատրաստում է կավե ամանների մեջ, որոնք բառացիորեն անվանում են կծխի։ Այսօր ես կներկայացնեմ վրացական հայտնի ուտեստ սացիվին։ Սացիվին դա հնդկահավով կամ հավով գուզային խիտ սոուս է։ Խիտ սոուս է։ Եվ Ես այսօր ներկայացնում եմ վրացական ուտեստներից լոբիոն, որը շատ հաճախ մատուցվում է կավե անվանների մեջ, լոբիոն, որը շատ հաճախ մատուցվում է կավե անվանների մեջ, եւ շատ հաճախ լոբիոյի հետ ուտում են թթվի տեսականներ կամ մարինադի տեսականներ։ Աստորեք ձեր տեղեկությունը ճիշտ է վրացական խոհանոցներում։ Իսկ կարող եք պանիրների տեսակներ նշել վրացական։ Այո, շատ լավ։ Մեր այսօրվա QR-ը տարազն է, մենք այսօր կներկայացնենք վրացական տարազի մասին։ Տարազը կոչվում է չոխա, չոխա ունենալը վրացի տղամարդկանց համար դարձավ արժանապատվության հարց։ Հաջորդը Ես նախնին չոխա կրում են միայն մեծահարուստները,
այն պատրաստելու համար տևում էին ամիսներ, չոխան պատրաստում էին թանկարժեք և հասարակ գտորներից։ Լավ, իսկ դու Հայկ ինչ սովորեցիր։ Հետագայում չոխան դարձավ ամենօրյա զգեստ, չոխայի վրա ավելացան նոր դետալներ։ Լավ, շնորհակալություն դու։ Կակա, Սայդա խան։ Լավ է, որտեղից ես։ Մեսամ խենքիդան բարձեն։ Ես Հայաստանից եմ, իսկ դու։ Ես ակակվելոդան բար։ Ես Վրաստանից եմ։ Ասիոմովնա շենի գալստաբար։ Ուրախ եմ ծանոթանալ։ Սեսիամում։ Մեր քարներ Վրաստանի զբոսաշրջությունն է եւ Վրաստանը իր մեր կլիմայով հարուստ փոխանցությամբ եւ որ շրջապատված է գետերով եւ լճերով գրավում է տուրիստներին։ Տասելու։ 14 ազգային Այո, օգտվիր քո QR-ից, որովհետև դա քո նոր դաշտն է։ քաղաքի ազգային պարկեր և 14 բնական հուշարձաններ։ Լավ, շնորհակալություն։ Ահա, Անահիտ լրացում ունեք։ Հա, խնդրեմ։ QR-ում նաև գրված էր, որ Վրաստանի քաղաքներից ոչ միայն Թիֆլիսն է այդպես գեղեցիկ, մենք նկարներ էլ ունենք։ Այո, մոտիվացնող նկարներ կար ձեր սեղանին։ Վրաստանի հանրային ջրերը, Վրաստանի բնական ռեսուրսներից արժեքավոր են եզակի հանքային ջրերի պաշարները։ Վրաստանը աշխարհում ամենահարուստ հանքային ջրերով երկրներից է։ Ստացեմ քարտեզը եւ դուք գնայեք, այո, շատ ճիշտ է։ Փոքր եւ մեծ Կովկասի միջև է գտնվում, հետո փոքր Կովկասի միջև գտնվում են Աբխազիա եւ Աբխազիան, այո, Իբերիա եւ Աբխազիայի վայրերը եւ Կոլղիդայի դաշտավայրը, սա է երեխաներ, Կոլղիդայի դաշտավայրը, ճիշտ է։ Ասեք, դու սովորեցիր քո QR կոդից, որ գետերներին հոսում Վրաստանը, որ գետերներին հոսում Դինգուրը շատ ճիշտ է, հաջորդ խումբը, մենք ներկայացնում ենք ֆեբրուարի աշխարհագրական գիրքը, սկսեցինք, ահա, սկսում ենք Ջիվան, մենք այստեղ ունենք մոտիվացնող քարտեզներ, սեղանին դրված, Ջիվանը հիմա ասում է, թե Վրաստանի ինչ հարևան երկրներ ունի Ռուսաստան, Հայաստան, Թուրքիան և Ադրբեջան, ճիշտ է, իսկ եթե մյուս նկարին ես Ջիվան ջան նայում, դու տեսնում ես ործով ելք ուներ Վրաստանը, ործով ելք ուներ, նայի ձախ կողմը նայի, սև ծով, հիմա վերցնում է Ջիվանը գունավոր մատիկները, քարտեզից օգտվելով, իր ուրվագծային քարտեզում սկսում է ստեղծել Վրաստանը և հարևան պետությունները։ Խաչվարի միջոցով մենք անդրադարձ կկատարենք կամ փոխենք մեր այսօրվա նյութը, այսօրվա դասը, ինչ սովորեցինք այսօր։ Հիմա առաջինը ես եմ լրացնում, 14-ը, վրացերեն, հաջորդ հարցը ով է կարդում, ով է պատասխանում, կապ չունի որ Էզիտա, խնդրեմ, արագ, մի քիչ արագ։ 12-րդը Վրաստանի ամենաբարձր լեռը Շախարը։ Շխարա, հարի գրում ես, շխարա, դա երկու դրդեր կանի, շխարա, հա, գրում ենք շխարա, մի քիչ արագ, մեծատար, շխարա, արի տեսնենք հլը 9, ուր է 9, ահա, գրիստեղ, վերջու գրիչը, ահա, հետևի մասով, այս 9 գրում է ս, այսքանով ավարտվեց մեր դասը, խմբային աշխատանքը, համագործակցությունը, այս դասը կապվեց գրականության, պատմության, թվային գրագիտության հետ, մենք համագործակցեցինք, փոխկապակցված փող օգնեցինք միմյանց հետ, մենք սովորեցինք, այսինքն սովորեցինք սովորել դասարանում նոր նյութը, ձեր տնային հանձնարարությունն է, ստեղծել QR կոդեր, հաջորդ Վրաստանի բնակչությունը և տնտեսությունը դասի համար իմ կողմից ձեզ ուղարկված տեսանյութի միջոցով։ Շնորհակալություն, դասը